Այսօր մենք կքննարկենք, թե ինչպես է անցկացնելու Բարսելոնան իր ապրիլ ամիսը։ Գնացինք։ Բարսելոնան ապրիլում ունենալու է 4 հատ Լա Լիգայի խաղ եւ 2 հատ Չեմպիոնների լիգայի։ 1/4 խաղը լինեն ապրիլի 8-ին եւ ապրիլի 14-ին Ատլետիկո Մադրիդի դեմ։ Առաջին խաղը ապրիլում դա լինելու է Ատլետիկո Մադրիդի հետ խաղը Լա Լիգայում, որը անցկացվելու է մետրոյում, այո։ Այսօր կասեմ իմ պրոգնոզը, թե ոնց է Բարսելոնան անցկացնելու ապրիլ ամիսը։ Դուք կիմանաք ինչ է լինելու, որտեվ ես չեմ կարող սխալվել։ Բարսելոնայի առաջին խաղը դա ապրիլի 4-ին է Ատլետիկո Մադրիդի դեմ մետրոպոլետանոյում։ Շատ դժվար խաղ լինելու, որտեվ անցած անգամ որ մենք մետրոպոլետանո էին գնացել, մեզ հավեսով կոդրեցին 4-0 հաշվով, բայց այդ ժամանակ չկա Ռաֆինյան, այս անգամ է չի լինելու։ Ռաֆինյան չի խաղալու մինչև մայիսի սկիզբ ու մենք մնացել ենք առանց իրա։ Բայց վերադառնալու է Դե Յոնգը, Բալդեն եւ Կունդեն վերադառնալու են հենց այդ խաղին, իսկ Դե Յոնգը կարող է վերադառնալ 1/4 առաջին խաղին։ Իմ կարծիքով Ատլետիկո Մադրիդ Բարսելոնա խաղը Լա Լիգայում մետրոպոլետանում ավարտվելու է 3-2 հաշվով, բայց հաղթելու է Ատլետիկոն։ Դժվար խաղ անելու առանց Ռաֆինյա, շատ ուժեր են ծախսվելու երկու կողմից։ Ինձ թվում է այդպես կավարտվի bez նեգատիվը։ Մյուս խաղը ապրիլում, Բարսելոնան խաղալու է ապրիլի 8-ին, դա լինելու է 1/4 առաջին խաղը, որը անցկացվելու է Կամպ Նոյում։ Քանի որ Ատլետիկոն 1-8-ում անցել է Տոտենհեմին, որը բավոյ էտապում ավելի բարձր է, քան Բարսելոնան, երկրորդ խաղը խաղալու են մետրոպոլետանոյում, մետրո վокзալ բակլաժան բարեկամությունում։ Այդ խաղը չեմ ասի, որ շատ դժվար կլինի, բայց իմ կարծիքով մենք կանցնենք 3-0 հաշվով։ Առաջին խաղը կավարտվի 3-0 ու իրականում առաջին թայմում ամբողջությամբ կլուծվի ու երկրորդ թայմում պրոստը խաղը կհանգստացնենք ու անցնենք հիմա երրորդ խաղին ապրիլի, դա կլինի Էսպանյոլի հետ խաղը ամսի 11-ին։ Դա նույնպես դժվար խաղ անելու, որտեղ Էսպանյոլը այս սեզոն լավ է խաղում եւ մեր համար միշտ դժվար սապերնիկ ա եղել, բայց խաղալու են Կամպ Նոյում, որը մեզ լիք ուժ է տալի, պրոտեին կարելի ասել, լավ, պես կոմենտարիով։ Կամպ Նոյում ավելի հեշտ անելու, ինձ որ իմ կարծիքով 1-0 կհաղթենք, իհարկե ոչ դժվար ու ոչ հեշտ հաղթանակ, բայց կարևոր հաղթանակ։ Անցնում ենք 4-րդ խաղին, դա լինելու ապրիլի 14-ին Ատլետիկոյի հետ մետրոյում բարեկամությունում 1/4 ֆինալի շարունակությունը։ Իմ կարծիքով կպարտվենք այդ խաղում 2-1 հաշվով, բայց մեծամասնությամբ կփրկվենք։ Ինձ թվում է խաղը կավարտվի 2-1 հաշվով, Բարսելոնան կպարտվի, բայց երկու խաղերի շնորհիվ կանցնի առաջ։ Հավատանք, որ տենց է կլինի։ Մյուս խաղը լինելու է ապրիլի 22-ին Բարսելոնա Սելտե խաղը, որը լինելու է նորից Կամպ Նոյում։ Ոչ դժվար խաղ, 3-1 հաշվով կհաղթենք Սելտային ու կմնանք առաջին տեղում։ Ապրիլի 26-ին խաղալու ենք Խետաֆեի դեմ, խաղալու ենք Խետաֆեի դաշտում, ընդ է ինչ-որ անհասկանալի անուններ, ես որ չեմ հիշում, ինչ-որ Կալեզիում էր, ոչ չեմ։ Խաղը կավարտվի 1-0 Բարսելոնան կհաղթի, դժվար խաղ, բայց թվում է այդպես կավարտվի։ Իմ պրոգնոզում մենք ասելու ենք պոլուֆինալ, իսկ պոլուֆինալում կհանդիպենք Արսենալին մեծ հավանականությամբ, ես չեմ հավատում, որ Սպորտինգը կրի Արսենալին, բայց իսկ Արսենալի հետ առաջին խաղը լինելու նույնպես ապրիլին, ապրիլի 29-ին, բայց դա պլյուս մինուսով, որտեվ հաստատ չգիտեն, օրը դեռ սարքած չի, այսինքն դա լինելու 1/4-ից հետո։ Այս պրոգնոզներով ավարտում ենք, անպայման լայք ենք դնում, պատվիսկա ենք կլնում ու մյուս ամիս պրոգնոզներ ենք էլի անելու ու ասելու ենք, թե ինչն եմ ես սխալ արել ու ճիշտ արել ու լայք ենք դնում։